Պարոն Չախոյան, երեկ Երևանի քաղաքապետարանը որոշմամբ ապամոնտաժեց գնունիի վաճառակետերը, կրպակները շինանյութի, իսկ այսօր այդ նույն շուկայում խոսակցություններ էին պտտվում, որ ոչինչ ժամանակ կանցնի, այդ տարածքի տերերը կդիմեն դատարան, կդիմեն քաղաքապետարանի եւ նորից կվերականգնեն։ Մտավախություն կա, որ հնարավոր է լինի Ամերյան փողոցի հայտնի ծաղիկի կրպակի պատմությունը, որ ապամոնտաժեցին, դիմեցին դատարան, սեփականաշնորհեցին, արդեն օրինական են աշխատում։ Ըստ ձեզ, այս դեպքում քաղաքապետարանը ճիշտ էր, սխալ էր եւ այս գործընթացներում օղակները ովքեր են, որոնք պետք է պատասխանատվություն կրեն, որ այս գործընթացը չկրկնվի։ Տեսեք, իրականում նախ առաջի հերթին հանրային դաշտում, որ տեսանյութներ են հրապարակում իշխանությունները, որ ապամոնտաժում են, իրանք պայքարում են ապօրինության դեմ, դա նախընտրական քարոզարշավն է, շոու է, որտեղ ակնհայտ է, որտեղ մենք տեսնում ենք, որ ինչպես որ դուք նշեցիք Ամիրյանի դեպքը, հանրությանը ցույց են տալի, որ տեսեք մենք մայթից հեռացրեցինք այդ ծաղիկի կրպակը խանութը, փոխարենը նույն տեղում մեկ այլ տաղավար են տեղադրում։ Նույնն էլ գնունի շուկայի այդ տաղավարների դեպքը, բայց տվյալ գնունի տաղավարների դեպքով ես վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո տվյալ հատվածում մեկ այլ կրպակներով են փոխարինվելու եւ դա անվանելու են, որ դա օրինական է։ Նախկին կրպակները անօրինական են եւ սրանք օրինակ են։ Այսինքն ես դա համարում եմ որպես ըստ իմ դա կարծիքն է, որ դա վարչական պետական ռեսուրսները օգտագործելով ռեկետ են անում։ Այլ ուրիշ բացատրություն այդ ամենին չունեմ, որտեվ տեսեք, մի հետաքրքիր դեպք է առաջ գալի, ես տեղեկություն ունեի, որ շուտվանից, որ գնունի այդ տաղավարները պետք է քանդեն, որ այդտեղի առևտրականները տեղափոխվեն Գլինկա մոլ, քանի որ Գլինկա մոլում այդ նույն տաղավարների, շինանյութի տաղավարներ են ստեղծել, առուցել, որ մարդիկ առևտուր անեն, բայց այդտեղ առևտրականները չեն գնում։ Տարածքները չեն վարձակալում, այսինքն պահանջարկը չկա։ Այսինքն եւ տնտեսվարողները, այդ շինություն տերերը անշարժ գույքի գործակալությամբ բազմաթիվ հրապարակումներ են արել, որ այդ տաղավարները անվճար որոշ ժամանակով տրամադրվում է քաղաքացին, նույնիսկ այդ դեպքում քաղաքացիները, առևտրականները չեն գնացել, այդ տաղավարները չեն վերցել։ Անվճար կոմերցիոն տարածքներ Գլինկա մոլում, այո, ճիշտ լսեցիք, մեր մեջ ասած տնավարի, միչև ոտքի կանգնեք, այս տաղավարները անվճար են լինել։ Նախաձեռնություն կա, որ գնունի վաճառակետերի սեփականատերերին տանելու են Գլինկա։ Միանշանակ իմ կարծիքով դա այդտեղ տեղի ունեցել ներքին պայմանավորվածություն, որ գնունի տաղավարները քանդեն, որ այդտեղի առևտրականները տեղափոխվեն Գլինկայի տաղավարները, որտեղ անվճար են տալի որոշ ժամանակ հետո, այսինքն իրանց այդ պահանջարկը տաղավարների վարձակալության իրանք լրացնեն եւ որոշ ժամանակ հետո արդեն ըստ իրանց ճակերտավոր օրենքով իրանց, չգիտեմ, մեկ այլ փոխկապակցված անձով կամ միգուցե նույն հենց մարդկանց միջոցով ընդհանուր եզերքը գտնեն եւ արդեն օրենքով, ինչպես որ արդեն նշեցի, օրենքով այդտեղ տաղավարներ կտեղադրեն։ Եկեք գանք Գլինկա մոլ։ Վաղեմի պատմություն ունի ու կասկածելի գործարքներ կարելի է այսպես ասել նաեւ, որտեղից սկսվեց Գլինկա մոլի պատմությունը, մի հատ ձևակերպենք։ Տեսեք, իրականում Գլինկա մոլի պատմությունը մենք պիտի վերադառնանք դեռ 19 թվական, երբ որ քաղաքապետը Հայկ Մանուկյանն նորոգ վարչական շրջանում ապօրինի նախագծից շեղումով շինություն էին կառուցում եւ այդ շինությունը քանդեցին։ Դա այդ հայտնի միջադեպներ, որ ձերբակալումներ տեղի ունեցան եւ այլն եւ այլն։ Եվ հենց այդ հողի սեփականատերը նորոգ վարչական շրջանի, որ Հայկ Մանուկյանը քանդեց եւ Գլինկայի հողի սեփականատերը
նույն մարդիկ են։ Ասում եմ մարտապարտեզ կոմարի սարքեմ, սարքեմ ինա։ Այսօր հնականերես մերն է։ Այսօր ասկալիախ լեյշ։ Արիշտ է ասում։ Դատարանը կասեցում տված ասում։ Ախտեր ողերը։ Որինի ածեր։ Համիսա սկսեմ շին։ Հեչ համիսա քաղաքապետարանի դռներն են։ Ախպերի տարածնա ձերը թող շինարարություն որը ենթակա 912 հոդվածով օրինականացման։ Հիմա ես դատանի վճիռ ունեմ, որ քաղաքապետարանի գործողությունները դատանը կասեցել է, որտեղ օրինականացում։ Մենք իրար զեկել ենք, իրար տքսերով։ Մեկը քանդեցին, մեկը սարքեցին։ Հա, նույն մարդիկ է։ Հիմա տեսեք, տվյալ դեպքում Հայկ Մարությանը շինությունը քանդում է, իրանք դատարանի միջոցով գործը հաղթում են եւ արդեն այդ քանդած շինությունը արդեն գործում է, առևտրի կենտրոնն է եւ Երևանի քաղաքապետարանը դատարանի հայցով, եթե չեմ սխալվում, մոտ 500 միլիոն դրամ պետքա իրանց վնաս փոխհատուցի, այո։ Ու տեսեք հետաքրքիր ինչու՞մ է կանում, որ դեռ նախկին իշխանության օրոք այդ Գլինկա մոլի այդ հողատարածքը վարձակալության պատրվեմ, բայց նոր գլխավոր հատակագծով այդտեղ նախատեսված է Երևանը բեռնաթափելու համար ճանապարհ կառուցել, այսինքն այդ հողը 60 հատվածի հող է, եւ որոշ ժամանակ հետո, երբ որ քաղաքը որոշի, որ օրինակ վաղվանից այդտեղ ճանապարհ են կառուցում, ինչ պետք է անեն, պետք է գերակաշահով մտնեն այդ տաղավարները սեփականատիրոջից շուկայական արժեքով գնեն եւ 15% ավել գումարով։ Այսինքն այդտեղից էլ հարց է առաջանում, ինչու իշխանությունը, պետությունը թույլտվություն է տվել, որ այդտեղ տաղավարներ կառուցեն, որ հետո էլ քանդեն։ Այսինքն դա ակնհայտ է փող լվացման միջոց, այսինքն պետությունից գումար քաշելու միջոց է։ Հակառակ դեպքում այդ ամենը ուրիշ բացատրություն չունի։ Այսինքն ստացվում է, որ Գլինկայի ճակատագիրը, եթե օրինակ հիմա Գնունի վաճառականներին տանեն Գլինկա մի օր արժանանալու է Գնունի նույն ճակատագրին։ Այո, երբ որ Երևանի քաղաքապետարանը որոշի, որ այդտեղ գլխավոր նախագծով հատակագծով նախատեսված ճանապարհը պետք է կառուցել։ Իսկ լավ, ում է սա ձեռնտու։ Տեսեք, իրականում առաջին հերթին այդ հողատարածքի այդ բիզնեսների տերերին, որտեղ իրանք ակնհայտ այդտեղ շահույթ են ունենում, շուկայական արժեքի գինն է փոխհատուցվում եւ 15% ավել։ Այսինքն դա իրանց ձեռնատու եւ իրենց հետ, ասենց ասած, փող կապակցված անձ են, որոնք նպաստել են, որ իրենք օրինակ այդտեղ շինություններ կառուցեն եւ հիշեցնեմ, որ դեռ Գլինկայի այդ մոլի կառուցելու շինարարական աշխատանքների ժամանակ ես այդտեղ այցելել էի, տեսանյութ էի հրապարակել, որ քաղաքի նորմերի խախտումով այդտեղ ճանապարհ էին փակել եւ դատարանը կասեցում էր տվել, բայց որոշ ժամանակ հետո այդ կասեցումը հեռացվել է եւ շինարարությունը ավարտին հասցրեցին։ Էլի նույն կասկածելի գործընթացներով էլի դատարանի միջոցով եւ հարկ եմ համարում նշել, որ նույն սեփականատերերը Երևանի քաղաքապետարանից կներեք արտահայտությանս համար քաղաքից խլում են հողեր։ Այսինքն իրանք դիմում են Երևանի քաղաքապետարանին, որ այսինչ հողը մեզի տրամադրեք։ Երևանի քաղաքապետարանը իրենց դիմումին չի պատասխանում։ Եվ իրանք այդ հանգամանքը հաշվի առնելով, որ իրանց դիմումը մնում է անպատասխան, դատարան են մտնում, ֆիկցիա են կիրառում եւ Երևանի քաղաքապետարանի ցուցաբերած անգործությունը, որ դատական նիստերին չեն այցելում, օրինակ այդ իրանց քաղաքի շահերը չեն պաշտպանում, իրանք դատական նիստերը գործը շահում են եւ այդպեսով դատարանի որոշումով իրանք այդ հողերը վեկալում են եւ հետո իշխանությունը ասում է, հա, ձեռնատու բիզնես, հետո օրինակ Տիգրան Ավինյանի դեպքում, երբ որ եթե մենք հարց ուղենք, խի այդպես եղավ, Տիգրան Ավինյանը կասի, ես մեղավոր չեմ, դա դատարանի որոշում է եղել, մենք մեր իրավունք չենք տվել, մենք նույնիսկ շինթույլտվություն չենք տվել, որովհետև դատարանի որոշումով դատարանն է մեզ պարտադիր շինթույլտվություն տա, բայց Տիգրան Ավինյանը չի կարող պատասխանել, բա ինչու Երևանի քաղաքապետարանը քաղաքի շահերը դատարանում չի պաշտպանել։ Այդտեղ արդեն
Հարցեր են առաջանում։ Հարցեր են շատ լուրջ առաջանում, որը Տիգրան Ավինյանը չի պատասխանի։